Մարգար Մնացակալի Օհանյանին մեղավոր ճանաչել Հերքիրական ունեցվածքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով եւ պատիժ նշանակել ազատազրկում 6 տարի ժամկետով առանց գույքի բռնագրավման։ Դատավոր Մխիթար Պապոյանն ընթերցում է ճանապարհային ոստիկանության նախկին պետի վճիռը։ Մարգար Օհանյանը մեղավոր է ճանաչվում պետական միջոցների յուրացման համար եւ դատապարտվում 6 տարվա ազատազրկման առանց գույքի բռնագրավման։ Իսկ պաշտոնական դիրքի չհրաշահման մեղադրանքը հանվում է։ Ավելի վաղ մեղադրող Հարություն Հարությունյանը միջնորդել էր Մարգար Օհանյանին դատապարտել 8 տարվա ազատազրկման գույքի կեսի բռնագրավմամբ։ Մինչ դատավճռի կայացումը նախկին ճանապարհային ոստիկանապետը հայտարարություն արեց, ասելով, որ պատասխանատվությունից չի վախենում, իսկ սխալները աշխատող մարդու համար են, դրանցից ապահովված են միայն գլուխ պահողները։ Ես էլ որպես պետական մտածողության տեր մարդ ընդունում եմ մեղավորությունը պետության առջև։ Անկախ դատավճռի խստությունից Մարգար Օհանյանը կընդունի այն, քանի որ իր խոսքով էլ կորցնելու բան չունի։ Ամեն ինչ գործել եմ արդեն։ Առանց կաշկանդվելու, առանց որևէ բանի ասում, պաշտոնս միություն, դատավարությունը թող ոնց գտնի, այնպես էլ անի, բայց ես էլի նույն անձնավորությունն եմ, չեմ ամաչում ոչ մեկի աչքերին նայելու, չեմ ամաչում այստեղ ոչ մեկի դիմաց կանգնելու ու այս իմ հայտարարությունը կարդալու համար եւս չեմ ամաչում իմ տղայից, չեմ ամաչում իմ մորից։ Գործով մյուս մեղադրյալներ Ստեփան Կարախանյանը, Արա Լևոնյանը եւ Սամվել Մախմուրյանը դատապարտվեցին յուրաքանչյուրը 5 տարի 6 ամիս ժամկետով։ Ստեփան Կարախանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվի եւ կսահմանվի 5 տարվա, իսկ Լևոնյանի եւ Մախմուրյանի համար 4 տարվա փորձաշրջան։ Ճանապարհային ոստիկանության նախկին պետն ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառած 19.720.000 դրամ վնասը։ Մարգար Օհանյանը գրեթե 1 տարի է կալանքի տակ է։ Սահմանված պատիժը հնարավոր է կրճատել կիսով չափ։ Օրենքը դա թույլ է տալիս։ Կդիմեն վերաքննիչ դատարան թե ոչ, Օհանյանի պաշտպան Կրտիչ Վասակյանը դեռ չգիտի։ Այդ հարցը պետք է քննարկի իր պաշտպանյալի հետ։ Թերեզա Կադաևչյան, Հայարփի Միքայելյան, ժամը լրատվական։